Երեկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ինքնավնասումով Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալ Սուրեն Հակոբյանի կինը Արմինե Սահակյանը ազատության հետ զրույցում պնդեց տեղի ունեցածը բռնության հետևանք է։ Արդարադատության նախարարությունը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկն ու բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը մինչդեռ հերքում են բռնությունների մասին լուրերը։ Դատապարտյալի կինն այս հայտարարությունները ձևական որակեց։ Ես բոլորը հերքում եմ, ում ոնց ձեռք տալիս, անենց էլ ասում են, բայց դա այդպես չի։ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ գրված է, որ դատապարտյալները ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց։ Ինքնակամ որովհետև հասկացել են, որ իրանց ոչ մեկ չի ուզում լսի։ Այլ ընտրանք չունեին, իրանք չեն հերքել, իրանք ասել են, որ մտել են, որ իրանց բռնություն գործադրեն։ Բռնության արդյունքը հաթաթաներ են տալիս, մտնում են, որ պետք է խփեն, նրանք էլ ինքնապաշտպանություն, իրանք էլ իրանց վնասում, թույլ չէ տալի իրանց մատով կպնեն։ Ինչ տարբերություն։ Այդ որ սուտ արդարադատության նախարարությունը սենց ասեց, մարդու իրավունքները սենց ասեց, չկա տենց հասկացողություն։ Ով ուզում է դեմ կանգնի, չի կարող ինձ հակառակը ապացուցի։ Տղա եղել ոտքերն ա գամե, աչքերն ա կարե, բերանն ա կարե։ Ինչ ասեց, որ չեն արել։ Ինչի համար։ Սենց ամեն ինչ լավ էր ու իրանք էլ վիժեին դրեցին, իրանք չգիտեմ վնասեցին։ Բացի Սուրեն Հակոբյանից երեկ Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել եւս երկու դատապարտյալ։ Բժիշկների փոխանցմամբ մեկը ծունկն էր վնասել, մյուս երկուսը իրենց պարանոցն էին կտրել։ Դատապարտյալ Սուրեն Հակոբյանը հենց հիվանդանոցում Ամեկ+-ի հետ զրույցում նշել էր, որ չեն ցանկանում լքել սեփական միջոցներով կարգի բերված խուցն ու տեղափոխվել ցմահ դատապարտյալների խուց, որն անմխիթար վիճակում է։ Ըստ նրա, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բռնությամբ են փորձել իրենց այլ խուց տեղափոխել։ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Ռոսիկյանը մեզ խորհուրդ տվեց կարդալ իրենց պաշտոնական պատասխանը, որտեղ նշված է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առաջին հարկը ապաբնակեցվում է։ Վերջին խցում պահվող դատապարտյալները չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին եւ դիմել են ինքնավնասումների։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է, ծառայողի օրինական պահանջը չկատարելու պաշտոնական ձևակերպմամբ հիմնավորվում է բռնությունը։ Սա միանշանակ բռնության հետևանք է, անվերահսկելի իրավիճակ է։ Քրեակատարողական այդ հիմնարկում շարունակ լսում ենք բռնության մասին, թե ինչպես պետք է այս հարցը լուծվի, անհասկանալի է։ Թեպետ Արդարադատության նախարարությունն ու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը հերքում են բռնությունների մասին լուրերը, մեկ այլ դատապարտյալի Հրաչյա Գևորգյանի փաստաբան Նինա Կարապետյանցը պնդում է, իր հաշմանդամ վստահորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 3 անգամ բռնության է ենթարկվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից։ Վերջերս էլ Սալյակին գանված դատապարտյալին գետնին քարշ տալով տեղափոխել ու ընկած վիճակում են թողել ցուրտ խցի թաց հատակին։ Ուրեմն բոքսի դուռը բացելուց ես տեսա, որ մարդը պարկած է, հաշմանդամ մարդը պարկած է հատակին, շորտերով, կարճ մայկայով, առանց կոշիկների ու ամբողջովին կեղտոտված։ Ակնհայտ էր, որ նրանք քարշ տալով բերել են, բնականա հարցածակում քեզ ինչա պատահել, բացատրեց, որ ինձ անկողնուց հանել են, այսինքն քարշ տալով բերել են, հասցնել բետոնե թաց հատակին ընկած մարդ, որը հաշմանդամ է դարել, հենց իրենց իսկ մեղքով։ Հենց Նուբարաշենում մի քանի անգամ նա բռնության է ենթարկվել, Գևորգյանը ինքնուրույն չի տեղաշարժվում։ Փորձել էր կանգնել սայլակից բռնվելով, սայլակը փախել էր, վայր էր ընկել, բավականին տևական ժամանակ մեկ լուչնիկներին, ուղեկցողներին, ջանցքում ասում եմ ես ձայներ էի լսում ու հասկանում եմ, որ մարդիկ միջանցքում են, բայց չեն արձագանքում։ Փորձել էր բարձրանալ, այսպես չորիկտատ բարձրացել էր, մինչև անկողին հասել էր, վերեկացել նստել էր, բուժակը որ մտել էր, ասել էր մի հատ մոտեցի, հասկանանք ինչն է խնդիր եղել, որ ես քեզ 2 ժամանակ ձայն եմ տալիս, դու չես մոտենում։ Ի պատասխան ստացել էր հարված քթին։ Հաջորդ դեպքը այ վերջերս էր եղել։ Մի խումբ անձինք, իրանք անվանում են ռեժիմնիկներ, մտել էին իրախուց, ԿԿ-ի աշխատակիցներ, մտել էին ներս իրախուց, իրան բռնության էին ենթարկելու, ասել են բացատրել են ինչով։ Քո գրած դիմումների ու բողոքների պատճառով մենք չենք կարողանում տուն գնանք։ Մենք անդադ այստեղ կամ այնտեղ բացատրություն ենք գրում։ Փաստաբանի խոսքով իր վստահորդը 6 տարի առաջ քրեակատարողական հիմնարկ է մտել քայլելով ու խոսելով։ Այսօր նա չի քայլում ու խոսում է մեծ դժվարությամբ։ Թե իրավապաշտպանը եւ թե փաստաբանը վստահ են, քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը անկառավարելի է։ Նախարարը առհասարակ բանտային համակարգով չի հետաքրքրվում։ Թողնվել է միայն քրեակատարողական վարչության վրա, որը եւ արդարացնում է բռնության գործադրումը։ Ես գիտեք, նենց տպավորություն է, որ իրանք ընդհանրապես արդարադատության նախարարությունը գտնվում է քրեակատարողական վարչության կազմում եւ ոչ թե հակառակը վերադասության խնդիր է, ինձ թվում է ինչ որ խախտված է այդտեղ։